Տարածաշրջանում պատերազմ է, հրթիռներն են թռնում, ինքնաթիռները, նավերն են խորտակվում եւ նույնիսկ կարելի ասել տարածաշրջանից դուրս է եկել այդ պատերազմը եւ արդեն Հնդկական օվկիանոսում խորտակել են պարսկական ռազմական նավ բուկվալն 3 Արյանա ջան ողջույն սկսենք դրանից եւ արի մի քիչ խոսանք այդ թեմայից եւ ինչա կատարվում մեր տարածաշրջանում եւ ոնց է ներգրաված դրա մեջ Հայաստանը եւ ինչ չափով, ինչ մակարդակի եւ ինչ արդյունավետությամբ Պերաշկի ու կուկուրուզի Դե իրականում շատ ցավոք, որ մեր երկրում լուրջ չեն վերաբերվում իշխանական մակարդակով նրան, թե ինչա կատարվում տարածաշրջանում ու ես որպես քաղաքացի մտահոգված եմ ու առհասարակ մենք տեսնում ենք, որ բոլոր դերակատարները տարածաշրջանի իրենց դիրքորոշումները հայտնում են այս ամեն ինչի վերաբերյալ, բացի Հայաստանից, որը ընդամենը 3 օր լռությունից հետո ասեց, որ մտահոգված է շատ հետաքրքիր ինչ-որ Լավ ու հետաքրքիր լուր են բերել քեզ այսօր իշխող ուժը, որը զավթել է կառավարական շենքը եւ վարչապետի աթոռը, շտաբ անվտանգության խորհուրդ է կանչել Իրանում կատարվելիքի պատճառով, բայց հիմնական խնդիրը, որը քննարկվում էր, Իրանի հարվածը Ադրբեջանին, այսինքն ըստ Ադրբեջանի տարածված լուրերի, Իրանը օգտագործելով 5 հատաթես հարվածել է Նախճեվանի այրոպորտին եւ դպրոցին, ինչը հերքում ստացի անմիջապես Պարսկաստանի օֆիցիալ ալիքներով, նույնիսկ բանի մակարդակով, արտգործնախարարի մակարդակով Եվ մեր պրոհայկական կառավարությունը, որը բացի պերաշկից ու կուկուրիզից նաև զբաղվում է բյուջեի մսխման եւ ասֆալտի գովքով, որ դա ասֆալտ է, իր մասին պետք է այտենց խոսալ, շտաբ կանչեց անվտանգության խորհուրդ Մտահոգված Ադրբեջանի Այո, հենց այդ համանումներով այդ բաներով, բառապաշարներով խոսվում էր անվտանգության խորհրդի բացման խոսքեր։ Օրինակից հետաքրքիր է ինչի իրանք անհանգստացած չեն, որ Ամերիկայի դեսպանատունը տարածաշրջանում ամենամեծը գտնվում է հենց մեր երկրում։ Ու ինչի մտահոգված չեն այդ առումով, որ Աստված մի արած է, սենց սցենար կարող է լինի, որ Իրանից ինչ-որ վտանգ, Իրանը մտածի, որ ներկայացնում է դեսպանատունը։ Իսկ կարելի մտածենք ինչու է մենք, որ ունենք ամենամեծ տարածաշրջանում։ Հենց խնդիրը դրանում է, էլի, սկսենք այդ դրանից, ինչի է այդ դեսպանատունը այդքան ամենամեծը տարածաշրջանում։ Պատասխանը բավականին պարզ է, որտեվ մեր կողքը Իրանն է եւ Թուրքիան։ Թուրքիայում Պոտենցիալ բոլորը հետաքրքրված են Հայաստանով, տարածաշրջանում, բացի Հայաստանի դե ֆակտո, այսպես Իշխանությունը, որը զավթել է իշխանությունը իրականում խմբակը։ Իսկ ով է մեղավոր, որ այդ ամեն ինչը սկսվեց, արի մի քիչ դուրս գանք մեր տհասներից ու գնանք դեպի մակրո քաղաքականություն, ըստ քեզ։ Ով է մեղավոր։ Ну, սկսենք նրանից, թե ով հարվածեց առաջինը Իրանին։ Այսինքն Իսրայելն է մեղավոր, ըստ քեզ։ Իրականում, Ով հարվածում է, ով առաջին է սկսում է պատերազմը, ինքը միշտ մեղավոր է լինում։ Առաջին է սկսողը պատերազմը, թե անցած տարի կարծեմ 24 թվականին էր, որ մի հատ sense փոքր էլի 25 հա, Ամրան կողմեր, որ եղավ, էլի հրահրված էր Իսրայելի կողմից։ Այո։ Այս անգամ էլ հարվածեցին, հետո չսպասելով ինչ որ հակահարված Ամերիկան հայտարարություններ սկսեց իրար հետևից անել ու սկսվեց սենց հարվածները ուղված հենց Իրանին դեմ։ Այ բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում միջազգային քաղաքականության մեջ, որը մեր հայ ունկնդիրների ուղղակի հայացքից կտրված է, քանի որ լեզվի խնդիր կա։ Մենք կարելի ենք հասկացնել այսպես, որ խաղաղություն է, չէ՞, կոնկրետ ԱՄՆ-ն մեզ ասում էր, որ խաղաղություն է ինքը բերում ու ամբողջ այս ընթացքում մենք հետևում ենք, որ դա անընդհատ շեշտում են։ Դուրս գանք այդ երկիրների գաղափարներից, որտեվ ամբողջական ԱՄՆ-ն
այնպես չի որ 100%-ով կողմ են, նույնիսկ սենատորների, կոնգրեսմենների մակարդակով եւ ընդդեմ Տրամփի հենց հիմա բավականին մեծ ալիք է բարձրացում ԱՄՆ-ի ԶԼՄ-ներով, բայց որոշումները ինքն է, չէ, շարունակում ընդունել։ Պոտուսը ինքն է, Ու երկիրը իր որոշմամբ գնում է այդ քայլերի։ Դե հիմա նայ հիշեցնեմ, դժվար հիշես այտենց միանգամից, բայց երբ որ Կլինտոնը ռմբակոծում էր հարավսլավյան, այո, հիշում ես։ Այո։ Այդ ժամանակ ընթանում էր Լևինսկիի սկանդալը։ Մոնիկա Լևինսկիի հետ կապված իր սեռական հարաբերությունները իր քարտուղարու հետ։ Երբ որ Օբաման ռմբակոծում էր Իրաքը, էլի ընթանում էր սկանդալը իր ու իր Միշել Օբամայի հետ բաժանության հետ կապված շատ մեծ այտենց ալիք էր գնում, մեկ էլ Իրաքը ռմբակոծվեց։ Տրամփը երկու դեպքում էլ այդ ժամանակ ինքը նախագահ չէր, նույնիսկ բան չէր, տեխնացու չէր, ինքը իրանց ասում էր, այդ դենց դուք փորձում եք կոծկել ձեր կեղտոտ չլվացած շորերը պատերազմով եւ ամերիկացիների մահով, բան։ Իսկ հիմա Ամերիկայում ընթանում է Էփշտեյնի սկանդալը։ Այո։ Եվ բավականին մեծ ալիք է բարձրացել այդ սկանդալի շուրջ, երբ որ իրանք ասում են Տրամփ ջան, իսկ միգուցե դու ես փորձում կոծկել քո արածները, քո շատ վատ արածները վատ պատերազմով ու սկսում ես երրորդ համաշխարհային։ Իրականում լիքը sense որ նայում ենք մարդիկ են ներգրավված այդ sense ասած ցեպոչկան որ բացվի, շատ մարդիկ կկրեն պատասխանատվություն։ Մի հատ հետաքրքիր փաստ Էփշտեյնից ու անցնենք առաջ, եթե դեմ չես, ամբողջ այդ 60 քանի հազար ֆայլերի մեջ մի հատ հայի ազգանուն չկա։ Գոնե ստեղ հայեր ջան մենք պրծանք։ Այն որ ասում եմ գոնե այդ կեղտի մեջ չթաթախվեցինք։ Մնում է ամսի հունիսի 6-ին 7-ին էլ լավ որոշում կայացնենք ու ճիշտ որոշման առաջ գնանք ու այդ մեր նախկին վատ որոշումները մաքրենք։ Ու այստեղ շատ կարևոր է, ես շատ կուզենայի դրան անդրադառնալ, որ մարդիկ չմնան տանը, այլ անպայման բոլորն էլ մասնակցեն ընտրություններին, որովհետև կա Էջմիածնի օրինակը, որտեղ քիչ քանակով մարդ մասնակցեց ընտրություններին, թեև կարող էին ամբողջական լիներ, բայց ցուցիչը ցույց տվեց, որ էլի իրանք անգամ չներգրավված լինելով մարդիկ մեկը իրանց չէին ընտրում, բայց դե հենց խնդրեմը նրանում էր, որ քիչ մարդ մասնակցեց ընտրությանը։ Ну, ես մի քիչ քո հետ համաձայն չեմ ես բարակայում, քանի որ Էջմիածնի օրինակը, այսինքն Վաղարշապատի խոշորացված համայնքի, նայ միանգամից ասեմ, որ դու հասկանաս, որտեղա թաքնված այն դևիկը, հա, պուջուր։ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ համայնքը խոշորացվեց հատուկ ընտրություններից ընդառաջ երկու համայնքով, Խոյով եւ երկրորդի անունը չեմ հիշում, էլի շատ զգալի թվով բնակչություն ունեցող, որտեղ գյուղապետերը, որից գյուղապետի մեկը Վաղարշապատի հիմիկվա քաղաքապետն է, այո, համայնքապետն է։ Ինչը բերեց ակտիվ մասնակցություն կոնկրետ այդ երկու գյուղերից եւ քանակային աճ։ Հա, բայց 70, կարծեմ 4000 ընտրողներից էին, որ մասնակցել էին 36000-ը, կարծեմ։ Ընդհանուր пассивություն եւ հենց խնդիրը դրանում է։ Ես հենց դրան եմ ուզում անդրադառնալ, որ ամենաշատը կարևոր է, որ մասնակցեն բոլոր ընտրություններին։ Հիմնականում խնդիրը կա, որ երիտասարդության մեջ այդ գիտակցությունը ընտրություններին մասնակցելու մի քիչ նոր արթնանում է, նոր զարթոնք է ապրում, ու ինձ թվում է դրա կոնկրետ հենց երիտասարդության վրա աշխատանքը ամեն դեպքում տանել պետք է։ Շարունակելով թեման, հա, մեղավորության թեման, այսօր բավականին հետաքրքիր արձագանք եղավ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի կողմից։ Իսպանիայի վարչապետը ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ Իսպանիան թույլ չի տա օգտագործել իր բազաները Հյուսիսային Աֆրիկայում եւ տարածաշրջանում, որ ամերիկան հարվածներ հասցնի Պարսկաստանի։ Ինչին ստացավ շատ կոշտ պատասխան միստր Դոնալդ Թրամփից, որը ասեց, որ դուք հələ մտածեք, որ ձեզով է հարցնելու։ Այսինքն ուժի գործոնը դառնում է որոշիչ։ Դուրս է գալիս, այո։ Իրականում, եթե մենք հետևենք
մեր տարածաշրջանում կատարվելիքին ու մեր դիրքերին, բոլոր գերտերությունները առաջնորդվում են իրենց շահերով եւ հենց այդ շահերի մեջ ամեն մեկը գիտի իր անելիքը, իր ուժի հետ մեկտեղ։ Մենք չունենք ուժը, մեզ զրկեցին այդ ուժից։ Հիմա իրենց ձեռը պոտենցիալ աշխարհի կառավարումն է, նայենք Ամերիկա, Իրան, Ռուսաստան, իրանք բոլորը գերտերություններ են։ Ու երբ որ արդեն թույլատրվում է այն հարված տալ փոքր ինչ որ սկսել հարվածները, այսինքն առանց նայելու, առանց պատերազմ հայտարարելու, սկսում ես դու պատերազմ ու չես հայտարարում, դու արդեն ամեն ինչին ընդունակ ես։ Ու երբ որ ինչ որ մեկը փորձում է արդեն խոսալ, խանգարել քո շահերին, որը դու հետապնդում ես, դու արդեն չունես, ոնց են ասում, մի հատ բառ կա, իզմեր չունես։ Դու սկսել ես մի հատ գործընթաց, որը պետք է հասցնես կամ ավարտին, կամ դու մնալու ես դրա ոնց որ փլատակների տակ։ Դու երբ սկսեցիր արդեն պատերազմ, դու կամ պետք է շարունակես այդ պատերազմը մինչև վերջ, մանավանդ եթե հակամարտող կողմերից հենց նրան ում հասցրել ես, արդեն քեզ կարմիր ֆլագ է բարձրացնում։ Մենք տեսանք, որ Իրանում հոգևոր առաջնորդի մահվանից հետո հայտարարեցին հենց ջիհադ։ Ու սա արդեն գնում է ոնց որ Իրանում են ասում священная борьба Սրբազան պայքար Շատ վատ համեմատություններն են գնում մի քիչ քո հետ չեմ համաձայնվի նայ քանի որ քաղաքականությունում այդպես մեր մակարդակի ասված կոմպոնենտները չեն աշխատում այնտեղ թասիբ կոմպոնենտ չկա, այսինքն եթե դու կպել ես պետք է խաղաս մինչև վերջ, չէ։ Եվ Ամերիկան, եւ Ռուսաստանը, այսինքն Սովետ միության բանով տեսքով, հա, ունեն փորձ փոքր երկրի դեմ պատերազմելուց, ասել վերջ, դա ինձ էլ ձեռնտու չի, ես դուրս եմ գալիս։ Վիետնամը, Աֆղանստանը, հա, այդպես շատ դեպքեր կան։ Բայց մեկում քո հետ լրիվ համաձայն եմ, հակակշիռների բացակայությունն է, իսպար բացակայությունն է։ Նամանավանդ մեր գործում, երբ որ մենք ունենք Արցախը ու երբ որ մենք ունենք վստահությունը մեր ուժերի մեր բանակը ամենամարտունակ բանակն էր տարածաշրջանում բայց եկավ ելակը եւ սիրուն ներքնազգեստը եկավ սուտը որ Արցախը դա Հայաստանն է եւ վերջ եկավ հրաժարումը նախքին բոլոր նվաճումներից եւ արտահայտությունը, որ մենք սկսում ենք զրոյական կետից ու հակակշիռները, այսինքն հակակշիռները Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա, չէ, երեք համանախագահ երկրներ, իրանք ոչ թե լուծում էին տալիս կամ ինչ որ գարանտ էին կաղնում։ Իրանք իրար հակակշռելով չէին թողնում, որ պատերազմը վառ ֆազա մտնի։ Այո։ Անկամ սկսվել է, որովհետեւ սովորական քաղաքացին էլ անգամ որ նայում է դիվանագիտության մեջ, եթե դու չունես, այսպես ասած, ստրախովկայի նման ինչ-որ բան, դու չես կարողանալու բանակցես։ Եթե բանակցությունների, հենց դիվանագիտությունը չի սիրում կտրուկ, ասենց ռեսկի քայլեր, էդի գալիս է վերջին պլան ուժի միջոցով։ Դե ուժն էլ կարանք օգտագործենք որպես բանակցության ինչ-որ մի էլեմենտ։ Երբ որ քեզ ձեռնտու է դա, այլ երբ որ քեզ թելադրում են, ասենք դու չես կարողանում դրան հակակշիռը, այդ նույն հակակշիռը տաս, ու դու դուրս ես գալիս հայտարարում ես, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, նրանից հետո երբ դու գնացիր բանակցելու եկար ասեցիր, մենք գնում ենք զրոյական կետից ենք սկսում, ու հետո միանգամից կանգնում ես հայտարարում ես, ուրեմն դու պետքա համոզված լինեիր, չէ, որ դու կարողանալու ես դիմադրես քո դեմ առաջ եկած նույն պետությանը, ում դու էդի, ասենք ասենք, նետում ես ձեռնոց այդ պետությանը։ Լավ, արի, մի հատ էլի մենք փոխենք մի քիչ մեր պատկերը, ես ուզում եմ հարց տամ։ Քո կարծիքով, որպես երիտասարդ Հայաստանի քաղաքացի, պատերազմը արդեն ընթանում է 5-րդ օր, 6-րդ օր։
եւ Հայաստանը ոչ հումանիտար օգնություն է ուղարկել, ոչ հայտարարել է, որ ինչ որ միջանցքներ է բացում փախստականների համար կամ եսի ինչ ոչ մի պրակտիկ հայտարարություն չի եղել, որպես լավագույն հարևաններից մեկը, բացի դրանից, որ անգամ իր քաղաքացիների համար չի կարողանում տեր կանգնել իր քաղաքացիների։ Որոշ քաղաքացիները դեսպանատան դիմաց Պարսկաստանի մոմեր են վառում, խաղալիքներ են բերում, իշատակը սպանված 100 աղջիկների դպրոցի զոհերին։ Այսօրվա զարգացումներից հետո Փաշինյանը կհայտարարի, որ հումանիտար օգնությունն է ուղարկում Նախիջևան։ Այ կարող է, հնարավոր է, գիտեք, մանավանդ եթե ինքը տենց անհանգստացած է, կբացվի, որ ադրբեջանցիները կարողանան իրար օգնեն եւ հայերին ոտնահարելով իրար նայելով այս իշխանությունների ամբողջ տարիների կառավարման հակահայկական որոշումները, ես չեմ զարմանա, որ նա անի։ Մի հատ բան կա ասում են, զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Իրականում չեմ զարմանա, եթե նման բան լինի եւ ամեն ինչի պետք է սպասել այս իշխանությունների օրոք։ Ну, մենք փորձենք չկորցնել զարմանալու մեր ունակությունը, քանի որ ասում եմ, կարող է չանի։ Մինչև դու ասում չես կորցնում զարմանալու ունակությունը, դու դեռ երիտասարդ ես։ Այո։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ այլ մեր հարթակներին, տարածեք նյութերը, մեկնաբանությունում գրեք ձեր կարծիքը, մենք կփորձենք պատասխանել եւ արձագանքել բոլոր ձեր կարծիքներին եւ իհարկե միասին հասկանանք ոնց փրկենք Հայաստանը այս պատուհասներից։ Այո։ Շարունակելով մեր զրույցը, ես ուզում էի ոնց որ չեմ ուզում այդ բառը ասեմ, բայց իմի գանք ու հասկանանք։ Հիմա 6 օր ընթանում է պատերազմ, մտնում ենք 7-րդ գիշեր, Հայաստանը 3 անգամ կանչել է Անվտանգության խորհրդի նիստ, 3-ից 2-ը եղել է վերջի օրվա ընթացքում ու նվիրված էր Ադրբեջան-Պարսկաստան սրացման հետ, այլ ոչ թե բուրըն օգտագործվող զենքերի, հրթիռների, ինքնաթիռների մեր հարևան Պարսկաստանի հետ։ Ինչա մեզ սպասում։ Ինչա մեզ սպասում։ Անկեղծ ասած, սենց նայելով շատ դժվար է պատասխանելը, որ անգամ մեր պետության ներսում մեր իշխանությունը չգիտի ինքը ինչ է անում, ինչի համար ու ում համար է անում։ Հետևելով թե ինչեր է կատարվում տարածաշրջանում, մի քիչ տարակուսանք ապրում ես, որ առաջնայինը մեր ճանապարհների հետ խնդիրը, հենց Իրան-Հայաստան սահմանը, հենց այդ հատվածում, եթե սահմանը փակվի, մենք մտածել ենք ինչ ենք մենք անելու։ Սահմանը փակվեց Իրանի հետ, հումանիտար ճգնաժամն է սկսվելու, նույն։ Սկսվելու է պարենային ապրանքների խնդիրները, լինելու է ճանապարհ միայն Վրաստանի հետ, որովհետև երկու կողմից մենք ունենք թշնամի, ամեն դեպքում Թուրքիայի դերակատարությունն էլ չմոռանանք։ Լավ, ես փորձեմ սատանայի ոնց որ ասած դատապաշտպանը լինեմ ու խաղամ անցյալ ընտրություններին Նիկոլին ձայն տված մարդու կերպարը ու ասեմ, բա հեսա բացվում է ճանապարհը Ադրբեջանից։ Մենք պոեզներով ստանում ենք ցորեն Ռուսաստանից, մենք ստանում ենք բենզին Ադրբեջանից։ Իսկ ինչի մասին եք խոսում դուք։ Սա գալիս է նույն պատմությունը վերաբնակեցվելու Հայաստանը, այդ իրենց ասած արևմտյան Ադրբեջանի իրենց պրոյեկտը, ինչով ենք մենք համոզված, որ այդ պարենը, որ գալու է Ադրբեջանից, օրինակ մարդիկ չեն որոշի, որ թույն տան Հայաստանի ժողովրդին։ Եթե մարդիկ պատրաստ են, ես շատ քիչ մարդկանց գիտեմ, որ հենց ընտրազանգված է այս իշխանության, եթե պատրաստ են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այդպես սերտորեն ընկերություն անել, ես համոզված չեմ, որ դա լավ բաների է բերելու ու վերադառնալով իրականություն համաձայնվեմ քո հետ ու շարունակեմ ասածդ, հա։ Թրիփը դա Դոնալդ Թրամփի անվան պրոյեկտն է, որը գտնվում է սահմանից մոտավորապես մի 50-60 կիլոմետրի վրա։ Այսինքն
մի հատ գրադի, լավ, գրադ չէ, սմերջի հարվածի հեռավորության վրա։ Այս քեզ Պարսկաստանը ունենալով իր քթի առաջ իր կոմունիկացիաները հարող Թրամփի անվան ճանապարհ, որը կապում է երկու սուննի պետություն իրար հետ, այսինքն Ադրբեջանը եւ Թուրքիան։ Հանգիստ կվերաբերվի դրան։ Իհարկե ոչ։ 1 Երկրորդը Տրամփի ուղին դեռ բաց չի, Պարսկաստանից համարյա թե բեր չենք ստանում այս վերջի 6 օրվա ընթացքում, քանի որ դե պատերազմա, անդրադռնբակոծումներ եւ այլն, եւ 3 առաջ օրը հայտարարվեց, որ Լարսում էլի 100-ից ավել բեռնատարներ խցանվե, այսինքն մենք արդեն ունենք բարենային խնդիր։ Ճգնաժամ, այո։ Դեռ ճգնաժամ չի, հələ որ խնդիրը կուկուրուզով ու պերաշկիով յոլա են եթում մարդիկ, մեկ էլ կհասկանան, որ բրծել է ալուրը, քանի որ Հայաստանի հացահատիկի ամենամեծ պաշարներ Արցախը։ Այո, Արցախը արդեն չկա։ Իդեպ Արցախի մասը ջուրն էր, հիմա որ ջրի քննարկումներն ա գնում, ջրի էկոնոմիան դա էր Արցախի հետ կապված։ Քանի ջրամբար մնաց թշնամու մոտ։ Դե ես առնվազն 3 մեծ ջրամբար գիտեմ, այն ամենամեծերը, հա, բայց այս պայդրությամբ Արցախը դե ֆակտո եւ պարսկական փորձագետների պնդումներով օգտագործվում է որպես իսրայելական եւ ամերիկյան ԱԹՍ-ների բան կայանատեղի։ Այո։ Եվ Թեհրանի հարվածները եղել են հյուսիս արևմուտքից, իսկ հյուսիս արևմուտքում Թեհրանից գտնվում է Արցախը եւ Ադրբեջանը։ Մենք նաեւ չանդրադարձանք, որ հենց այդ թրիփ կոչված ուղին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքում նաեւ կանգնելու է թուրքական զորք։ Ոնց գիտենք, որ թուրքերի հետ այդ հարաբերությունները սերտորեն թուրք-ադրբեջանական տանդեմի պոտենցիալ նատոյական զորք է։ Ես երիկա հակադարձեմ քեզ, փորձելով լինել Նիկոլի ընտրող, պայմանագրում դրա մասին ոչ մի բան չկա, ու այնտեղ նշված է, իրանք պատռելով իրանք շորերը նշում են, որ Հայաստանի սահմանապահ են տիրալու միջանցքին, մենք ունենալու ենք այնտեղ ոնց որ մաքսային աշխատողներ, հարկայինի աշխատողներ եւ այլն եւ այլն։ Բայց աշխատողներ ովքեր դառնում են պոտենցիալ աշխատող ուրիշի համար նաեւ։ Ես ինչքան գիտեմ, այդ ճանապարհը եթե անգամ մեքենա չանցնի այդ ճանապարհով, Հայաստանի Հանրապետությունը պետքա վճարի ԱՄՆ-ին, անգամ չշահագործված հատվածի վերաբերյալ։ Այնտեղ որ ուսումնասիրում ես, նման բան կա, որ վճարումը մեկա լինելու է, այսինքն ճանապարհը անգամ չշահագործվելու դեպքում Հայաստանը դառնում է իր ինքնիշխան տարածքում ունենալով ճանապարհ, ինքը այդ ճանապարհի համար վճարելու է հարկ։ Բայց երևի ԱՄՆ-ին չէ, այլ կոնտրագենտ ֆիրմաներին, ովքեր դու parza։ Փաստորեն ստացվում է, որ մենք չենք ղեկավարում, չենք, այո, հնարավորությունը Ադրբեջանին ունենալ կապ Նախճեվանի հետ, մի հատ էլ մենք դրա համար վճարում ենք։ Այո։ Շատ լավ է, շատ լավ է։ Մենք չենք տիրապետում առհասարակ իրավիճակին, այսինքն Հայաստանը պոտենցիալ իր տարածքին չի ղեկավարում։ Տալիս է, տրամադրում է դրսի ուժերին։ Ու Իրանը դրա համար ուրախ զվարթ պետք է ընդունի իր քթի տակ, հենց իր քթի տակ։ Ես կասեի իր մեջքի հետևը դանակով կանգնած, այսօր Իմիջայլոց Ալիևը ելույթ ունեցավ ու հայտարարեց, որ մենք Հայաստանի ոտնձգությունները տվեցին քթներին ու պարսիկները պետք է հիշեն, որ մենք այդպես բաներ կարանք անենք։ Հետաքրքիր է, չէ՞, ինչի համար հենց պարսկական պատերազմի ժամանակ նորից կրկին անգամ հիշատակվեց Հայաստանը։ Ինքնահաստատվում է տղեն։ Հա։ Մինչ գալս պոդքասթին ինձ կոմենտարիները որ հաճախ գրում են, կոմենտարիներից մեկում զինվորական էր գրել, Սյունիքում է ծառայում, գրել էր, որ
Նախ ես Ռուսաստանի մասին առհասարակ ոչինչ չեմ ասում, միայն հիշատակել ես, թե ինչպես է Ռուսաստանը արձագանքել Իրանի ու Իսրայել, ԱՄՆ այս հակամարտությանը։ Անվանեցին ինձ ռուսամետ, ռուսի շպիոն։ Այո, ասացին, որ տենց էլ գրել էր, դու ռուսամետ ես, ռուսի շպիոն ես, ու ձեր նման մարդիկ առհասարակ չպետք է Հայաստանում լինեն։ Ամենայն հարգանքով զինվորական անցյալ ունեցող մարդկանց, ինքս մեծացել եմ մարդկանց մեջ, զինվորական մարդ, ով պատերազմ է տեսել, ով գիտի այդ արյան գինը, երկիր պահելու գինը, հաստատ նման ձև չէր գրի։ Ես մտածեցի fake էր անկեղծ։ Հետո իմացա, որ չէ, fake չի, ու իրականում մենք ունենք նման պատկեր։ Ցանկանում եմ, որ մի քիչ մեր հասարակությունը, չնայած համոզված եմ, որ հասարակության մեծամասնությունը նման կերպ չի մտածում, բայց ամեն դեպքում կա մի հատ փոքրիկ ստվար զանգված, որը միջև հիմա հայի հակա ասենց պատկերն են ցույց տալիս։ Զինվորական մարդը նման կերպ չի մտածում, հələ ինքը հող պահելուց գիտի անգամ իր քաղաքացուն ինչպես վերաբերվի։ Ես չգիտեմ, բայց շատ կուզենայի, որ այդ ֆեյքերի պոակը վերջո իրոք սենց չլիներ պատկերային կանեն, որ վատ բառեր են գրում ու կնոջ կերպարն են սենց ամբողջությամբ ոտնահարում։ Ամեն դեպքում ես կմտածեմ, որ դա fake էր։ Լավ կլիներ, որ fake լիներ։ Մաղթենք մեր fake-երին եւ այտենց հեյթերներին քաջ առողջություն, քանի որ իրանք ապահովում են մեր դիտումները, իրանք ապահովում են ակտիվությունը եւ մեր տեսանյութերի ոնց որ ռեյտինգայնությունը, բայց նաեւ հիշացնենք իրանց, որ այդ պոակի կյանքը անվերջ չի եւ պարգևավճարները մեր գրպանից են ձեզ վճարվում։ Ի վերջո, գոնե եթե գրում եք, գրեք իմաստալից, վերաբերվող թեմային։ Լավ, մաղթենք ձեզ բարի երեկո եւ հաջողություն։ Շնորհակալ եմ։